¿Te gustó, Leo? ¿Sí? ¿Estás feliz? Yo estaba contando las horas cuando viene su mamá. Es muy hace travesuras. Entonces, ya no saben cómo le van a llamar, Leo. Whisky. ¿Whisky? Sí. Que tenemos el nombre. Whisky. Eso. Pues ahorita te lo llevas por él también. No, la te apures. No, pues, ¿qué crees? ¿Quieres? O ya. Para probar. ¿Para probar? ¿Este quieres o de centro? Tú agarra. ¿Relleno o de la orilla? El relleno está muy bueno. Está muy bueno. El relleno. Pelos de gato. ¿Te gusta? Está muy rico. Muy rico. Sí. Deberías de pasarme la receta. Claro. Alarma le va. Bueno, ¿qué tal está? Otra vez enséñate. Aprobado por Leo. Tú inténtalo. Si quieres yo hago. Espérame. Inténtalo, amor. Ajá. Que no te dé miedo. Es tremendo. No. Ya vi que sí es tremendo. Ahí déjalo en el suelo, amor. Sí, déjalo. No pasa nada. ¿Quieres que lo pegue otra vez o puedes agarrar así de la punta? A ver, dámela. Ajá, así. Gatito. Bye. Bye, cuídense. Nos vemos pronto, chiquito. Bye. Gracias, Bye. Ciérralo para que no salga. Bye. Շո ուղարկեցինք մոծակին, անունը ես մոծակ էի դրել ու եւ որ ես ասեցի մոծակ եմ ասում հայերեն իսպաներեն նշանակում է մոսկիտո իսպաներեն ասում շատ լավ անուն է արի դեր դնենք մոծակ ու դեց անունը ասում են մա մոծակ դնեմ չգիտեմ մյուս տղան կհամաձայնվի թե չէ բայց դե որոշել են երկուսով որոշեցին մայր ու տղա փուչուր տղան մոծակ դնեն անունը ասում ես իմ ընկերներին կասեմ որ հայերեն անուն ունի իպատիվ իրա պահողին էլի ինձ իպատիվ ինձ մոծակ անունը մնա ասի օքեյ ոնց կուզեք ասում եմ ընկերներին կասեմ որ հայկական անունը դի հայերեն նշանակում է մոծակ մոսկիտո Սենց փորձում եմ շատ չկապվեմ, չնայած շատ ուրախ եմ, այդքան տենց բանով չտարա, ծանր չտարա բաժանումը, քանի որ գիտեմ, որ Լուպիտայի տանն է, մեկ-մեկը գնամ կտեսնեմ, իմիջիայլոց մեզ հրավիրեց այս երեխու ծննդին, ամսի 4-ին ապրիլի 4-ին, so այդ ժամանակ էլ կտենամ, այնպես որ կհանդիպենք դեռ մոծակին Այսքան շնորհակալ եմ գիտեմ որ լիքը մարդիկ ջերմ բաներ են գրելու շնորհակալ եմ ձեզ անցանք հաջորդ փուլին տեսնենք էլ ինչա գալի այնպես որ մնացեք իմ հետ որպեսզի պարզենք բոլորով ուրեմն ես երեք այնքան էի հոգնած այդ մոծակից որ Էլ ուժ չունեի, ինչ-որ մի բան ձեզ հետ կիսվելու, ես իմ 4 կատուների հետ այդքան տենց ոչ մի փուլում իրանք որ բերել էին կամ չգիտեմ այդքան չեմ հոգնել, ինչքան որ ես դրա հետ
Замучилась, որ ասում է, տանջվեցի, չարչարվեցի։ Բայց այստեղ ձուկ եմ ուզում տաքացնեմ, մի կտոր ձուկ ունեմ ուտեմ, բայց միջև այդ ուզում եմ ձեզ ցույց տամ, ինչ եմ վերցրել տերեից, նատուրա կոսմետիկաներից, 3 եմ վերցրել, բայց քանի որ ինչպես նշեցի, էներգիա չունեի, համել արդեն ուշ էր, որոշեցի, որ լույսը բացվի նոր ցույց տամ։ Այստեղ ունենք օճառներ, ասեք, Էսի սև բալա, դենցակո սերեսա նեգրա, ինչ-որ սև բալ և պրալինե, չգիտեմ ճիշտ ասած ինչա, բայց իրենց մեջ 5 հատ սենց օճառը, վարկեմ, հա, դուկը դրեցի տապակվելու, տաքանալու, որ ուտեմ, հա, ու իմ տալը, Եմ 2 տարի առաջ մի հատ սենց օճառ էր ինձ տվել, բայց էնի կանաչ գույնն է, չգիտեմ ճիշտ ասած, էնի շատ անուշ էր բուրում, շատ անուշ է հոտը, ու ոնց որ սենց մնացել էր, չեմ օգտագործել, ու օճառը վերջացել էր, հիշեցի, որ այդ օճառը, որ տալս ինձ նվիրել էր, ունեմ, ու Հիշում էի, որ այն ժամանակ որ ծանոթ չէի, շատ շուտ մի քանի տարի է ինչ ունեմ այդ օճառը, չգիտեմ, մեսից կա։ Ու վերջապես ես իրեն, որ խանեցի օգտագործեմ, այնքան լավն է ժողովուրդ, այնքան սենց լավ փրփուր է անում, սենց կրեմային է ինքը, չգիտեմ, սովորական օճառները, որ այդ գուբկան, մաչալկան փրփուր ես անում լողանալու համար, շատ շուտ բան է լինում, մաքրվում է օճառը, բայց էսի նենց համնում, սենց երկար, սենց կարողանում ես իրեն օգտագործել ու որոշեցի պատվիրեմ, հիմա այստեղ 5 հատ կա, նենց անուշ է հոտը և օգտագործենք, Եվ որ տերեն դուրսներ, խիսելան էլ դուրս եկավ, ինքը օճառներ պատվիրել է, շուտ, ու ասում է վերջի օճառը մի տարի է երևի, կամ էլ կարող մի քիչ լինի, ինչքան ժամանակ է, հլը կհարցնեմ ես իրան, ու այստեղ կգրեմ, խիսելան կփորձեմ շուտ հարցնեմ, կգրեմ երբ հարել, ու նոր այդ 5 հատը, կարծեմ երևի իրա մոտել է 5 հատ, սենց տեքստի նման կգրեմ, նոր վերջանում է, վերջինը նոր օգտագործում ենք, այսինքն ինքը համ կրեմային է, համ երկար պահպանվում է, ու այստեղ նաև մի այլ հոտ է, ինքը տվել, որ հոտ քաշեմ, և օգտագործեմ, ինքը սենց քերած օճառ է, խմձոր ու բան, կարծեմ ginger, իմբիր, Էսի, տենց, ես ճիշտ ասած խնձորի հոտը այդքան էլ չեմ սիրում, բացի բնական խնձորից ոչ մի հյութ բան, տենց չեմ օգտագործում, սա էլ սուրվերո այդ բաննա, շիճուկն է, որ պատվիրել էի, ու անցած անգամ չեր եկել, այս անգամ եկել է, ու փորձենք Էսի էյվնից եմ, ճիշտ ասած տենքից արդեն կրեմ կա, սել եմ արդեն, խնավացնող անքը սել բան, բայց մյուս անգամ կփորձենք։ Սենց ոնց որ ինքը բանով է։ Շետերն է։ Օգտագործեմ։
Գրեք արդյոք ովքեր են Avon-ից սա օգտագործել, գուցե Natura-ն շատ երկրներում անծանոթ լինի կամ Հայաստանում չգիտեմ արդյոք կա չկա, գուցե օգտագործած չլինեն, բայց ինձ թվում է Avon-ը շատերն են փորձել ու ասեք արդյոք փորձել եք սրանից ու հավանել եք թե չէ։ Ես գնամ իմ ձուկը ուտելու եւ այստեղ դերեն հատ կոնֆետա դրել, ինչպես միշտ։ Այ, հետքանացնես կոնֆետ չեմ ուտում, նպասկով։ Շնորհակալ եմ տերեին, իրոք, ամեն անգամ սենց ինչ-որ տալիս եմ։ Ասել հավաքվելու ենք, որ 5 հատ հավաքվի, ինձ նվեր է տալու, ընդեղ պաստեմ 3 հատ ունեմ, ասել 4։ Ողջույն։ Նորին։ Մենք գնում ենք խանութ։ Վստահ մի ալտում։ Գնում ենք մի քանի բան առնելու։ Տեսնենք։ Մենք, ինչպես տեսեք, գնացել ենք խանութ և ցույց տամ հիմա մեր գնումները։ Այստեղ ունենք հատապտուղներ, ազնվամորի և հապալաս լուբերի։ Այստեղ ունենք ձետ, այստեղ միս ենք գնել, հեսա էսի բանը կողեր են, էսի սովորական առանց ոսկորի կապուկ։ Սա տապակին կուտենք, այստեղ բարբեկյու սոուս եմ գնել, օրիգինալ և շամպինյոն, չլիներ ունեմ շամպինյոնանի կսարկենք, այստեղ ունենք պաստա մի հատ, յոգուրտ և այստեղ ունենք կարակ, մանուկ և խոնավան ձեռոցիկներ, հաջորդ։ Այստեղ մի հատ տուփ ենք գնել, որ դեղերը մեջը տնենք։ Սոխ, կանաչ։ Այստեղ ունենք սենց պիսոների համար։ Այստեղ ունենք գրանոլա, իմ կոֆեն չկար, այո, վերջացել էր, և ժողովուրդ, սիրուն բաներ եմ գնել, հեսա ցույց տամ։ Նայեք, ինձ սիրունը։ Էսի կոֆե կամ մաչայի համար, հետոն չուզեց ես իմ համար մի հատիկ վերցրել եմ։ Եվ այդ նույն շարքից ամպուլներ եմ վերցրել, ամենքից սրանցից 2 հատ, սովուսների համար, հա, նայք ինձ սիրուն են, շատ սիրուն կլինեն, 2 հատ, ու թանկ էլ չէին, 2 հատ սենց, էլի սովուսի համար կամ չգիտեմ, թեպուզ ապուր ուտելու համար, 2 հատ սրանից, նայք ինձ լավն է, տեգստա, աստաս պլատս, ոչ որ բաղադրատոմս ցույց տամ, շատ սիրուն լինել է, և մի հատ մեծն եմ գնել,
Սալատի համար։ Նայեք ինձ սիրելը։ Դե վերջ մեր գնումները։ Այսքանն են։ Կգնանք երևի բանել։ Կամ բետա մենակ կգնա։ Փաղախել։ Մասա տրեզբե, Մանյանը։ Առավոտ կգնանք տրեզբե, ընդեղ քիսաներին ավազ, բան, տենց, ընդեղից ենք առնում անձեռոցիկը, տնտեսական տենց անձեռոցիկ, սուքանի թուղթ, մի խոսքով տենց այդ բաները ընդեղից ենք առնում։ Այստեղ ցույց տամ, թե ինչ ենք գնել շուկայից, այստեղ լոլիկ, վարունգ, մանր, գազար, նուշ և բան, պոպոկ, 2 հատ թուրինջ ենք գնել, այստեղ այս համեմը դե իհարկե տպել են առանց վճարի և այստեղ կանաչ լոլիկ եմ գնել սոուսի համար, սոուս պատրաստեմ, սալսա պատրաստեմ, լայմ ենք գնել լիքը, որ սևիչե եմ պատրաստելու, հեսա երևի կպատրաստեմ, սևիչեի ձուկ ենք գնել, այստեղ ծովախեցգետին արդեն եփված տարբերակով և հեսա եկելա, ամենաշատը գիտեք ոնց է ուտում այս ծովախեցգետինը, առանց ծամելու, այն մնացած այդքան լավ չեն ուտում, բայց էսի սկուլ է տալի, այստեղ չիրիմոյա ենք գնել և այսքանը, հեսա մի հատ շունչ քաշեմ, ընդեղ մի կում կոֆե էի թողել, հետի խմեմ ու երևի անցնեմ բանին, տենց բանը սարքեմ, ինչեր սևիչեն, ու ինստագրամում էլ եմ դրել գնումները, հուսով եմ ընդեղ էլ կհավանեն, բայց որ սենց պետքա ստորիի մեջ տեղավորվես, սենց քեզ բան ա լինում, էլի ես այստեղ ավելի ազատ եմ, ավելի սենց կարողանում ես ավելի սենց արտահայտվես, բաց, հանգիստ, չգիտեմ, կողքի շեղվելով և այլն, իսկ ընդեղ մի րոպեի մեջ պետքա տեղավորվես, այսքանը ասես, տենց, այսքանը, կհանդիպենք, ուրեմն շուկա էի գնացել, այստեղ ավոկադո եմ 2 հատ գնել, մամաս է զանգում, այստեղ սալոր եմ գնել և բանան, հլը մի վարկյան, ես եկա վերև, մամայս հետ խոսելով, միջև դուրս գալես զանգել էր, իմացա, որ դուրս եմ գալի, վռազեմ, թե բա տուն գաս կզանգես, տենց տուն եկա, ասում ես ինչ շուտ գնացիր եկար, ասում եմ բա բանկ պետքա մտնեի, հետո ընդերից գնայի շուկա, բանկում մարդ չկար, մենակ ես էի ինձ արագ հենց մտա միանգամից ընդունեց, քանի որ աշխատանքային օր ա, տենց ոնց որ շատ քիչ ա մարդ լինում ու այսօր տենց մարդ չկար, ու գնացի շուկա, արագի մեջ իմ թելերը առա, մի քանի բան, տենց ու եկա տուն, բետայի հետ սովորել եմ այդ արագ քայլելը, արագ սենց ինչ-որ բան աները, այն վաղտը մինչև բետայի հետ հանդիպումը, տենց շատ, տենց արագ չէի քայլում, ճիշտ է քայլում էի, սովորական քայլում էի, բայց բետայի հետ ես վազում եմ շատ ժամանակ, ես ավելի արագ եմ հիմա քայլում, քան ինքը, չգիտեմ, տենց, այստեղ կյանքը այնքան արագ, որ չես կարող արագ չքայլես, այնքան սենց բան ա, ու մեկ-մեկ որ շուկա եմ մտնում, հետո դիմացես օրինակ, ասենք այդ մարդիկ իրենց համար սենց հանգիստ քայլում են ու սենց պուճուր նեղ արանքներ են ու քեզ չեն նայում հետևդ քանի հոգի կա, մարդիկ են անցնում, իրենց համար ասեր մեր բարբարով, զրից անելով ման են գալի տատիկները, կամ չգիտեմ, 2 կին ա, բան, առանց նայելուն, ահա որ ջղայն անում ժողովուրդ, օրինակ ասենք, շուկան են տեղը չի, որ
ուղղակի հանգիստ անցնես, քեզ համար զրուցելով, շուկան ընդեղ ոնց որ սենց վազքի, որ մտնում ես, ոնց որ մրջունների բուն լինի, տենց ամեքը իր աշխատանքին ընդեղա վազում ընդեղա, ու մեկ էլ մեկը սենց գալիս է դիմաց տա անգնում ու այդ նեղ արանքներով, սենց իր համար ճեմելով, սենց մեկ-մեկը համբերությունս կործում շում կներեք կարող եմ անցնել, ես ազող եմ, տենց, այդև, Okay, ես այստեղ թելեր ունեմ, լիքը, ուզում եմ Instagram-ով նկարեմ, հետո որ հանեմ նկարեմ, այստեղ կտրեմ, բայց այն մարդիկ ովքեր կուզենան ավելի հետաքրքիր մանրամասն բանը, ինչ երանգներ է, տենց կարող եք հետևել ինձ Instagram-ում գործերի, այնտեղ մանրամասն հեսա հանում եմ նկարեմ, մենակ սենց փափուկներ եմ գնել, այն մյուս բարակ թելից չեմ գնա, պետք է նայեմ ինչեր է պետք, բայց չգիտեմ այդտեղից կառնեմ, թե չէ կգնամ մի հատ կհարցնեմ այն մյուս խանութում, այստեղ թանկացել է, եթե այնտեղ մյուս խանութում էժան լինի, այնտեղից կառնեմ, այդձև, okay, հովորդ նայք, Instagram-ի համար նկարեցի, բայց տեղ չունեմ դնելու, բետոին ես տեղափոխել եմ ես փափուկները մյուս կողմներ, այստեղ տեղափոխել եմ այստեղ, որ մի քիչ ավելի մեծ է, բայց տեղ չունեմ դնելու, չիդեմ ինչ անեմ, բանը, երևի ես վերևը ազատեմ, այստեղ վերևը դնեմ, ես բետոին ասում եմ, այստեղ մի հատ էր սենց գնա պոլկա, որ տեղավորեմ, մի հատ բայց տախտակ պետք առնի, որ սարքի, ես քանի օրը պետք է ինչ-որ տենց մատերիալ առնի, երևի ասեմ, մի հատ է տենց տախտակ առնի, որ իմ համար էլ սարքի, գոնե սենց մի հատված, տենց, ժողովուրդ, ուրեմն, երևի այստեղ դասավորեմ, մի վարկյան, վսյո, այս վերևը դասավորեցի, բայց սենց մի հատ որ պոլկա լիներ, լավ կլիներ, տենց, ես այս թելերից ուրեմն պարզվում է ունեի, եսա, նույն թելն է, ճիշտն ասած, մի քիչ անհարմար է իրան գործերը, բայց շատ սիրուն է լինում էֆեկտը, իրանից բան եմ գործել, յոժիկներ եմ գործել, եսի չեմ առել ես երանգ, իրանից յոժիկներ եմ գործել իմ յոժիկները, այսքան ամնացել կարելի է տենց, այսքանն էլ գործել յոժիկ, շատ լավն էին, ու պուճուրի երևի, պուճուրիկները տեսնեմ, որ պրծացնեմ թելս, կամ տեսնենք ինչ կարելի է գործել, ինքը սենց ոնց որ մի հատ թել է ու կողքերը սենց բան է, մազմզուկներ, սենց, իսկ ես մյուսը, իսկ ալիսեն, ես մյուսը սենց ոնց որ ինքը ընդհանուր է, սենց մի քիչ ավելի խիտ է, եսի մի քիչ ցանցառ է, բան, սենց չեմ ճոգում, եսի խիտ է, պետք է բանել էի առել, կարչեցա երանք, բայց չուներ, ծոր, լավ շուտ, ես որ ուզում էի, մտածում էի սոուսներ սարքեմ, բայց չգիտեմ, քանիսն է ժամի 23-ն է, պետք է արագ մի բան ուտեմ, սոված որ չեմ էդքան, ինչ կարելի ուտել,
որ պետքա գնամ մարզասրահ։ Մի շաբաթ չեմ գնացել։ Մենակ շաբաթվա մեջ այդ սպինինգ եմ գնացել ու վերջ։ Տենց։ Չիդեմ։ Տեսնենք։ Ողջույն բոլորին։ Ուրեմն դուրս եմ գալի գնամ այստեղ մեր մոտի լաբորատորիա, որպեսզի որոշ ստուգումներ անեմ, նո տարական, սենց ասած։ Եվ եթե ստացվի, եթե շուտ չվերադառնամ, սպասելուց լինեմ, այնտեղ ինչ-որ տենց կփորձեմ նկարել։ Ժամը 12-ն անցել գնացել եմ ժողովուրդ, ժամը 3-ն անցել նոր եկել եմ տուն։ Ու փառք Աստծո ամեն ինչ լավ է, 2 հատ ստուգում պետք է անեի։ Ու շատ սենց ոգևորված եմ, շատ ուրախ եմ, քանի որ Աստված հավատարիմ է, իրոք։ Գիտեմ, որ իմ ալիքում տղաները կա, չգիտեմ, սխի ասենց կարմրեց դեմքս, բայց ուզում եմ վկայեմ ձեզ, որ եւ որ դու ամեն ինչ տալիս ես Աստծուն, վստահում ես Աստծուն, ամեն բան փոխվում է։ Ու եւ որ մի անգամ կիսվել եմ, որ ինչ-որ կիստակար կիստ եմ ունեցել, բայց այսօր ինձ ստուգումը ասում է ոչ մի բան չկա։ Ընդհանրապես sense կարող է մի փոքր հետքեր լինեն, բայց իրեն կիստ ասել չես կարա, քանի որ ինքը տենց այդպեսին չի, ու ես իրան ասում եմ, որ այդ կիստան այդ որ ես գնացել եմ ստուգվել եմ 6 սանտիմետր չափս ունեցող կիստա է եղել, ու ինձ ասում է դե հիմա չկա, ու ինքը կարա ժամանակի ընթացքում լրիվ ամբողջությամբ մաքրվի, ուղղակի չգիտեմ ինչ-որ սենց, չգիտեմ ինչեր են, բայց ես փառք եմ տալի Աստծուն, ես գիտեմ, որ իմ Աստված արել, ես գիտեմ, որ այն հավատքը, որ ես ունեմ, որ ես ամեն բան Տիրոջ ձեռքերում էի թողել, ինքը տեսնում է մեր հավատքը ու դա արել է, Տերն է ինձ բժշկել, ու ես այս 2 օրը կպայմանավորվեմ արդեն իմ գինեկոլոգի հետ կգնամ իր մոտ, ինքը ստուգումներ կանի, նաև այլ ստուգում եմ արել վերևի հատվածի, նույնն է դի, բայց վտանգավոր բան չկա, ուղղակի նորից պետք է հսկողության տակ լինել, ու ես շատ շնորհակալ եմ, չգիտեմ, ոգևորված եմ, ոգեշնչված եմ Աստծո գործերով ու փառք եմ տալիս իրան, որ Աստված կարա տենց բաներ անի, ավելի մեծ գործեր կարա անի, բայց եւ որ քո վրա է, քո մեջ է, մի տեսակ sense չգիտեմ, ուրիշների համար ավելի է հավատքը sense ուժեղ լինում, քան թե քո համար, բայց ես չգիտեմ, ուրիշ ձևի հավատքով էի գնացել ու ես հավատում եմ, որ Տերն է ինձ բժշկողը։ Այն մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ խնդիր, հավատացեք, որ Աստված ունակ է ամենային, Աստված ունակ է ամենազորավոր գործերին, Աստված ունակ է բժշկելու անհնարինը, որ մեր մարդկային մտքով անհնարին է, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Պես որ այն մարդիկ, որ ասում են գնա ստուգվի, բան, չգիտեմ, խնդիրներ ունես եւ այլն, ես չունեմ ոչ մի խնդիր, քանի որ Աստված ինձ արդեն բժշկել է։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրին, ես պատրաստվեմ եւ ուրախությամբ գնամ մարզասրահ, ասենց ուրախ մարզվեմ եւ սպասեմ բետոն գամ։ Խոսեմ բետայի հետ։ 3 չեմ գնացել, ճիշտն ասած, 3 ծառայություն ունենք, հետո գլխացավ, մոտս առաջացավ։ Դրա համար չգնացի, բայց այսօր կգնամ։ Այսօր վաղը
Այսօր չորեքշաբթի, վաղն էլ կգնամ, ուրբաթ օրը չունենք դաս, քանի որ ավագ շաբաթ է։ Այսքանը։ Գնում եմ ջիմ։ Շատ ուրախ։ Չգիտեմ։ Շատ ուրախ եմ։ Գնացինք։ Գաս իմ հետ ջիմ։ Գաս։ Գույդո։ Գաս։ Բետոնն այստեղ ցեմենտ է վերցրել, որ վերևի բալկոնն ենք արդեն տենց պատերը բարձրացնելու, կիսով չափ ենք էլի, տենց բալկոնը նման ենք դարձնելու։ Էսի էլ խուլիգանություն անում սրանց վրա, հասկացաք ինչի նկատի ունեմ, բետոնն թեր չղայնացեր, գորդո։ Խիչս խելոք մնում։ Տենց, ուզում ասարքի այդ պատերը, որ արդեն կարողանանք լվացքի մեքենա բարձրացնենք վերև։ Հենց գիտեմ այս դուրն է փակը։ Հաջորդն է։ Հաջորդ։ Հոլա։ Ես հայրին մի քիչ նիհար է ցույց տալի, բայց ուրախանում եմ, որ սենց նիհար եմ երևում։ Բայց ես զգում եմ, որ նիհարել եմ։ Մի քիչ։ Մամ ձեզ այստեղ ցույց տամ խիկամա, որ գնել էի այն արմատը, վերջապես կտրել եմ մի քանի շաբաթ հետո, բայց դեռ ինքը շատ թարմ է, հյութալի է, վրան տախին եմ ավելացրել ու մեկ էլ բան լիմոն, լայմ։ Եվ այսպես ուտում ենք։ Նաև կարելի է տենց No. ¿Quieres más? No. Հա։ Պետոնս մատ շատ թարմ է, սենց հյութեղա, դեռ չեմ փորձել։ Ու հա, կարանք այդ սոուս էլ ավելացնենք, բան չամոյ, բայց որոշեցի սենց։ Շատ սենց կլինի չիլիները, գիշերս տամոքսս ինձ կուտի։ Okay, ինքը սենց խրթխրթանա, հյութալի։ Ոնց որ ինքը բան լինի, բող կլինի, բայց կծու չի, քաղցր է, ավելի շատ քաղցր է, քան շատ քաղցր չի, ինչ-որ տենց այլ ոնց որ սենց բանջարեղեն լինի, ինչ-որ տենց ոնց ասեմ, ինչի համասեմ, որ պատկերացնեք։ Իր տեքստուրան նման է ոնց որ խակ կարտոֆիլ ուտես։ Փոքր ժամանակ բոլոր երեխեքը փորձում են ուտում են խակ կարտոֆիլ։ Ու իր համը նման է այդ խակ կարտոֆիլին ինչ-որ չափով, բայց մի քիչ քաղցրություն ունի։ Ու իր վրա սենց չիլի տախին ես ավելացնում և ուտում։ Ընդի է։ Շատ հյութալի, առողջարար բանջարեղեն է, իրականում, շատ համով է։ Ուրեմն ժողովուրդ, քանի հիշել եմ, այդ մասին էլ խոսեմ, կարծեմ վլոգներից մեկում երկու վլոգ առաջ պատմում եմ տախինի մասին, փոշի տախինի մասին։ Այ ես փոշու մասին է խոսքը, հա, որ վրան չիլի է լսված։ Այստեղ նկարը կդնեմ, տախին փոշի, հենց իսպաներեն կոչվում է տախին։ Անգլիախոսները իրան թահին են ասում, քանի որ այդ խտառը չունեն։ Բայց դա այդ նույն թահինը չի, որ մենք գիտենք։ Թահինին մեր
պաստայա, հա, հատիկից ստացած պաստայա, որը օգտագործում է ուտեստների հետ, իսկ տախին, հենց այս չիլիների փոշին է, իրանք մի քանի չիլիներ են, տարբեր սենց զանգված ունեն, չգիտեմ, մի խոսքով, դրա համար ինչ-որ մեկ ինձ ասել էր, որ թահինով է գրվում, հենց թահին էլ կոչվում է, առանց իմանալու, հա, որ ճիշտն ասած ես վիդեոյում ցույց եմ տալի տախինի փոշին, այդ բանի տախինի չամոյ սոուսը, բայց մեկը մարդիկ շփոթել են թահին պաստայի հետ, բայց սա լրիվ ուրիշ, տախինը լրիվ ուրիշ բան է, թահինը լրիվ ուրիշ բան է, ուղղակի ամերիկացիները, որ կամ անգլիախոսները, որ չեն կարողանում խտառ ասեն, տախինին ասում են թային, ոչ թե հ, այլ թային, մի խոսքով, էդ է ուզում բացատրել, ժողովուրդ, սա լրիվ ուրիշ տախինը, չիլիներ են, չիլիների փոշի է, սնեքների համար, Մեքսիկայում, իսկ թահինը լրիվ ուրիշ բան է, հասկացողությունը, այսքանը, ես վայելեմ իմ մոռացանունը, բանջարեղենը, տախինով, իսկ դուք էլ նայեք առաջ, ուրեմն այստեղ պատրաստում եմ սոուս, այստեղ խորովել եմ լոլիկ, սող սխտոր և կանաչ լոլիկ, կանաչ մեքսիկական լոլիկները և այստեղ էլ եմ տապակել, կոմալի վրա եմ հա տապակում, դեմ է կեղտոտը, այս չիլիները, բայց շատ արագ, որպեսզի իրանք չվառվեն, վառածի համ չկա ու հետո մի քիչ ջրի մեջ եփում ես ու այս ջուրը օգտագործելու ենք սոուսի համար։ Վերջում աղալու ենք, ավելացնելու եմ սև բիբար, հատիկը Տեքորսկին ինձ խորհուրդ տվեց, ասեց մի հատ մեխակ դիր և աղ և վերջ աղա ու վերջում բան ենք անելու, տենց եփելու ենք իրան տապակի մեջ։ Մի քիչ թողում ենք հովանա ու բանը աղում ենք ու երևի եփելու եմ կրակին մի քիչ, տենց եռա մի քիչ, քանի որ իրա ջուրը շատ է, ափսոսացի լավն էր ջուրը, չուզեցա թափեմ, որտեղ որ եփել ենք սոուս բանը, չիլիները, մի քիչ եռ ենք տալի, որ թանձր լինի։ Ողջույն բոլորին, երեկ ես տենց զբաղվեցի, բետոն եկավ, հարմար չէր ցույց տամ մտքովս, մտքից թռել էր, որ պետքա պատրաստի վիճակը ցույց տամ, ուրեմն պատրաստ է սոուսը, երեկ էստեղ մի քիչ բանին եմ, Տեքորս կնոջն եմ նվիրել, հյուրասիրել, սով եմ կհավանի, հավանեցինք ինքը տենց կծու չի, բայց շատ խիտ համ ունի, տենց չիլիների, տենց չիլիներ են, որ շատ սենց խիտ բան համ ունեն, ու մյուս անգամ կարող եմ սենց ավելի մանրամասն նկարել գրեք արդյոք կուզենաք, քանի որ հետաքրքրվողներ եղան, ինստագրամում գրել էին ինձ, չգիտեմ, այս պայդրության վլոգը դնեմ, տեսնեմ, ու այցև, ինչ ասեմ, շատ հավանեցինք, օրինակ ասենք, եթե դուք ուզենաք սարքեք, թե կծու եք սիրում, կարող եք սենց մի հատ ուրիշ կծու չիլի լցնել, համենայն դեպս իմ համար կծու չի, մի քիչ ունի աննշան, բայց ես արդեն սովորել եմ կծվին, գուցե այն մարդով ընդհանրապես կծու չի ուտում, իր համար կծու լինի, բայց հաճելի կծու է, նու ճիշտն ասած, դաժե իմ համար կծու չի, վազգով, չգիտեմ ոնց ասեմ, օքեյ, այսօր ծառայության եմ զատիկն եմ, զատիկի պահով խոսք է կիսվելու, ու տենց ասեցի մի բան ուտեմ, սուրճ եմ դրել ու պատրաստեմ, բարձրանամ վերև, միացնեմ
կոմպաս ու մասնակցեմ ծառայությանը, եկեք ձեզ էլ ասեմ տեսություն, փակեմ բլոգը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորին ձեր աջակցության համար, ձեր ջերմ խոսքերի համար, աղոթքների համար, գիտեմ որ մարդիկ կան ովքեր իմ համար աղոթում են, շնորհակալ եմ ձեր չգիտեմ այդ բարության ու ջերմության համար թող Աստված օրհնի յուրաքանչյուրիդ լցնի ձեր սրտի փափագները օրհնված եղեք Ձեզ շատ սիրում եմ, դուք իմ համար սենց մի հատ ընտանիք եք ուրեմն կհանդիպենք արդեն մյուս վլոգում սիրելիներս լավ եղեք Adiós